Բարև ձեզ։ Եվ այսպես, Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից արդեն 12-13 օր անցել է, սակայն հետաքրքրությունը Գյումրիի նկատմամբ չի նվազել, ավելին պահպանվում է քաղաքական ինտրիգը։ Հիշեցնեմ, ընտրությունների արդյունքում կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքեց ամենաշատ ձայները, ստացավ ամենաշատ մանդատները, թվով 14, սակայն այդ 14 մանդատը բավարար չէին իշխանություն ձևավորելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերը հայտարարեցին, որ աջակցելու են ամենաշատ ձայներ հավաքած կոմունիստական կուսակցության ցուցակը առաջնորդող գլխավորող նախկին քաղաքապետին։ Հայտարարեցին աջակցության մասին, սակայն առանց կոալիցիայի, առանց հուշագրի եւ առանց քաղաքական պատասխանատվության։ Կառավարող կուսակցությունն էլ հայտարարում է, թե առաջիկա առաջին նիստի ժամանակ առաջադրելու է սեփական տեխնացուին։ Իսկ քաղաքում ամենատարբեր վարկածներ են քննարկվում եւ շրջանառվում Գյումրիում տեղական իշխանությունը ձևավորելու հարցում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես արդեն նշեցի, որ քաղաքում տարբեր վարկածներ են շրջանառվում, տարբեր կանխատեսումներ են արվում, վարկածներին, կանխատեսումներին դեռ կանդրադառնանք, բայց սկզբում ընդհանուր գնահատական, գիտեմ, որ այս մասին շատ է խոսվել, դուք էլ եք խոսել, բայց կարծում եմ ավելորդ չէ եւս մեկ անգամ արձանագրել եւ անցնել առաջ, շատերն ասում են, թե կինոն դեռ չի սկսվել։ Հախվերդյանի երգը հիշեցի, տելևիզորով դեռ չի սկսվել կինոն։ Ինչ կատարվեց, ինչ է կատարվում եւ դեռ ինչեր է կատարվելու Գյումրիում ընդհանուր գնահատական։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, նախ քանի որ ես հերո եմ այդ խմորումներից, այս պահին, թե Գյումրի քաղաքում ինչպիսի խմորումներ են, ինչպիսի զրույցներ, խոսակցություններ են տեղի ունենում այս առումով, բայց նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել գյումրեցիներին բարձր մասնակցություն ապահովելու համար, որովհետև թվում էր, թե կանխատեսումները եւ ռիսկերը, որոնք գնահատում էինք, այն մասին էին խոսում, որ թվում էր, թե պիտի ցածր լինի մասնակցությունը, բայց թվերը այլ բանի մասին խոսեցին, շատ ցցուն էին այդ թվերը։ Նախ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, եթե հետ ենք գնում, հա, ժամանակագրական առումով մի փոքր հետ գնանք, կրկնապատկել է իր քվեները 7000 եւ ավել, հա, մի լողացող թվերի մասին եմ խոսում, այդ ոչը չեմ հիշի վստահաբար, 7000 եւ ավել քվեների համեմատ այս ընտրություններում 17000 եւ ավել քվեներ ստացավ։ Սա կարծում եմ նաեւ ցուցիչ է այն բանի, որ այնինչ Գյումրի քաղաքում թեկուզ եւ հուշագրի հա ներքո Բալասանյան դաշինքի հետ համատեղ այն աշխատանքները, որոնք քաղաքացիական պայմանագիրը սկսել էր, այդ թվերը արդյունք են կատարած աշխատանքի։ Ամեն դեպքում հայտարարում եք, թե քաղաքացիական պայմանագիրը չի պարտվել, բայց թե չի էլ հաղթել, հա, դուք ձեր արձանագրած թվերից արդյունքներից գոհ եք։ Տեսեք, հարցը դուք եւ ընդհանրապես կուսակցությունը, վարչության նախագահը։ Իհարկե մաքսիմալ ազնիվ պետք է լինել այս համատեքստում, ցանկացած ուժ ընտրությունների գնալուց իր առաջ դնում է, չէ, 50+ դրամաբանությունը եւ վստահաբար այս դրամաբանության մեջ եթե անգամ չունենք այդ 50+-ը չի արտացոլվում ընտրություններից հետո այն թվերը, որոնք ես նշեցի, միևնույն ժամանակ եւ մտածելու տեղ է տալիս իշխող ուժին, թե որտեղ ենք թերացել եւ որտեղ ավելի շատ անելիք ունենք կամ ունեինք, որ չենք հասցրել անել եւ ընդ որում տեսեք կոալիցիայի հուշագրի ներքո երբ երկու ուժեր հա սինխրոնիզացնում ենք, շատ դժվար է աշխատանքները նույն ուղղությամբ պատկերացնել, նույն ուղղությամբ նայել եւ տանել մի ուղղությամբ։ Երբ միանձնյա կառավարում է ստանձնում որևէ ուժ, շատ ավելի հեշտ է աշխատանքները արագ տեմպով իրականացնել, որովհետև ինչ որ միտեղ կարծիքների բախում է տեղի ունենում, սա նաև հետևանք է այս թվերի, այն թվերը, որոնք արտացոլվում են։ Խոսակցություններ կան, թե ճիշտ է չենք պարտվել, բայց արդյունքում չենք էլ հաղթել եւ սրա արդյունքում հնարավոր է, որ լինեն կադրային տեղաշարժեր, ժամանակակից տերմինաբանությամբ դրան ասում են SMS ստանալ, նման բաներ հնարավոր են։
Այսինքն ասում են, այս տեխնացուն կփոխենք, տեխնացուին մեր կտանենք ինչ-որ մի այլ աշխատանքի, այն մյուսը այսպես, վարսպետը, նախարարը, չգիտեմ։ Տեսեք, իհարկե նման process-ներից հետո առաջին բանը, որ սկսում է շրջանառվել մամուլում, տվյալ պաշտոնը կամ պատասխանատվությունը ստանձնողի ձեր ասած տեղաշարժի տրամաբանությունն է սկսում թիրախավորվել, բայց եւ երեք Շիրակի մարզպետը Դավիթ Արուշանյան նշեց, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ստորագրել, կարծում եմ այս մասով այլ մեկնաբանությունները ավելորդ են։ Շատ լավ։ Հիմա ընդդիմությանը գանք։ Սա կարծում եք կոմունիստական կուսակցության վերադարձն էր Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում առանձին վերցրած մի քաղաքում։ Թե կոմկուսի հետ որևէ առնչություն չունի եւ նախկին իշխանությունները վերադարձան քաղաքային մակարդակով նախկին։ Տեսեք, նախ կոմունիստական կուսակցության, ներքո հանդես գալը, այս դեպքում տեխնացու Վարդան Ղուկասյանի մասն է խոսքը եւ միևնույն ժամանակ այն բոլոր իր հարցազրույցները, որոնք իհարկե ինձ համար շատ բարդ էին վերլուծել եւ հասկանալ ի վերջո ինչի մասին են այդ հայտարարությունները իր կողմից հնչեցրած։ Մի կողմից խոսում էր Վարդան Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին, իր կառավարման տարիները դրական իմաստով եւ դրական երանգավորմամբ հիշելու մասին, մյուս կողմից խոսում էր, որ Գյումրի քաղաքը դառնալու է ներդրումների մի մեծ կենտրոն, ես իդեպ շատ ուշով հետևելու եմ, թե ինչ մասշտաբի եւ ծավալի ներդրումներ ենք ներգրավելու Գյումրի քաղաքում, ես ամբողջը ինձ մոտ նշել եմ եւ եթե նա դառնա Գյումրի քաղաքի համայնքապետ, ես պարբերաբար մատնացույց եմ անելու եւ նշելու եմ արդյոք դրանք գետնի վրա գոյություն ունեն, դարձան իրողություն թե ոչ։ Իրականում ինձ համար շատ բարդ է այդ քաղաքական գործչի ելույթները մեկնաբանել ամենայն ազնվությամբ։ Բայց դա կոմունիստական կուսակցության հետ կապ ուներ, թե անձի հետ։ Վստահաբար, սա իմ դիտարկումն է, վստահաբար անձի հետ, դա զուտ քողարկում էր, շատ գեղեցիկ քողարկում էր տեղ-տեղ, վստահաբար իմ դիտարկմամբ անձով պայմանավորված։ Չէ, ամենայն դեպս ընտրական համակարգը, որ համամասնական ընտրակարգով է անցկացվում, որևէ մեկը առաջադրելու ցանկության դեպքում պետք է ընտրի որևէ կուսակցություն, հիմա երևի պարզապես ընտրվել է այդ կուսակցությունը, անցնենք առաջ։ Մյուսները հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, երկու կուսակցություն հայտարարեց, որ իր ունեցած մանդատներով իր ունեցած ձայները քվեարկելու են նրա օգտին, եւս մեկը հայտարարեց, որ քվեարկելու է այնքան ձայն, տալու է այնքան ձայն, որը բավարար կլինի քաղաքապետ դառնալու համար։ Սա ինչ է նշանակում քաղաքական առումով եւ քաղաքային առումով։ Քաղաքական հայտարարություն դիրքորոշում որպես եւ առաջիկայում քաղաքի կառավարման համատեքստում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, որով թույլ կտաք մի փոքր, եթե կարելի է, երկար խոսեմ այս մասին։ Տեսեք, նախ սկսենք հայտարարությունից, որ ըստ հայտարարությունը շատ կնճռոտ կողմեր ունի, Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, նախ դա Facebook-յան հայտարարություն է լոկ, առայժմ մենք չգիտենք ինչ տեղի կունենա ամսի 16-ին, ինչպիսի կոնֆիգուրացիայի վերջո կձևավորվի քաղաքապետարանում, համայնքային ինչպիսի իշխանություն կձևավորվի։ Տեսեք, հայտարարության մեջ ես օրեր առաջ նշեցի, ուզում եմ կրկին այս օրինակը մեջբերել, որը շատ դիպուկ է իմ տպավորությամբ։ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը առ այն, որ նա պատրաստ է տալ անհրաժեշտ քանակով, բավարար քվեներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ հետագա պատասխանատվության բեռը հավասարապես չի պատրաստվում կիսել։ Ես կարծեմ ընդհանրապես քաղաքական պատասխանատվություն։ Այո, եւ չհաջողելու դեպքում եւս իրեն ընտրող շատ կարևոր արձանագրում է սա այն գյումրեցին, ով ընտրեց Մարտուն Գրիգորյանին,
հետագայում տեսեք սա կարծես թե ինքն իրեն ապահովագրելու փորձ է, որ այն գյումրեցինով իր վստահության քվեն տվեց Մարտուն Գրիգորյանին, վաղը մյուս օր Վարդան Ղուկասյանի չհաջողելու դեպքում չթակի Մարտուն Գրիգորյանի դուռը ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Եվ իսկապես ինձ համար այս ընտրություններից հետո էլի եմ ուզում սա նշել, իմ հարցազրույցներից մեկի ընթացքում նշել եմ, տուժողը այն գյումրեցին է, ով իր ձայնը տվեց Մարտուն Գրիգորյանին։ Եվ ես ակամայից օրեր առաջ այդ հայտարարությունից հետո հիշեցի 2008 թվականը, երբ Արթուր Բաղդասարյանը իր ձայները նույն կերպ իրեն վստահացավ, քաղաքացիների ձայները փոխանցեց մեզ հայտնի քաղաքական գործչին եւ ինձ թվում էր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո Արթուր Բաղդասարյանը հերվում միտեղ նստած զարմացել էր, թե միթե այսպես էլ էր կարելի։ Արթուր Բաղդասարյանի պարագայում հուշագիր ստորագրվեց կոալիցիա։ Այո, կոալիցիա ձևավորվեց եւ նա համապատասխան պորտֆել ստացավ։ Իսկ հնարավոր է, որ դիմության շարքերում հաշվի առնելով նաեւ այս տարանջատվելու պիտումները, հա, օգնում ենք, աջակցում ենք, բայց հուշագիր չկա, կոալիցիա չկա, քաղաքական պատասխանատվություն չկա եւ այլն, հնարավոր է պառակտում եւ հնարավոր է որ դուք էլ օգնեք այդ պառակտումը լինի։ Մանիպուլատիվ հարց է իրականում, տեսեք, ես Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո հաջորդեց Վարդան Ղուկասյանի հարցազրույցությունը, հաջորդեց Վարդան Ղուկասյանի հարցազրույցը, որում նա նշեց, որ մինչ այս պահը նա հանդիպում, տետատետ հանդիպում չի ունեցել Մարտուն Գրիգորյանի մասին, սա իմ տպավորության, իմ անձնական, հա, դիտարկումն է կրկին, կարծես թե այս երկու քաղաքական գործիչները այնուամենայնիվ այնքան ֆունդամենտալ, այնքան արմատացած խնդիրներ ունեն, որ անգամ այն բանից հետո, երբ Մարտուն Գրիգորյանը հայտնում է, որ աջակցություն է հայտնում կրկին անուղղակիորեն Վարդան Ղուկասյանին, չի ցանկանում իր այդ հանդիպում ունենալ։ Եվ այնինչ դուք նշեցիք, հա, հնարավոր է պառակտում, ես կարծում եմ չի բացառվում։ Նաև որ այդ ընդդիմադիր ուժերի մեջ վերջնական կոնսենսուս այդպես էլ չձևավորվի։ Չի բացառվում ինքնաբերաբար։ Իմ կողմից տրված եւ ձեր կողմից մանիպուլյատիվ գնահատված հարցն այն է, թե հնարավոր է, որ քաղաքացիական պայմանագիրն էլ մի քիչ օգնի, որ այդ պարակտումը։ Տեսեք, եթե խոսքը այն բանի մասին է, իհարկե վատ ձևակերպում է, շատ հաճախ է հնչում անասնագողությամբ զբաղվելու տրամաբանությունն է։ Կուլիսներում ընդդիմադիր ուժերի, հա, ընտրական ցուցակներում ընդգրկված տեխնացուների հետ բանակցությունների մասին եք իհարկե դուք կռահում եմ, որ ձեր հարցադրումը դրան է ուղղված։ Կարող եմ ասել, որ այս պահին առնվազն ես չունեմ նման տեղեկատվություն եւ հաշվի առնելով այն քաղաքական տրամաբանությունը, գիծը, որը վարում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ես գրեթե բացառում եմ։ Իսկ հնարավոր է մի իրավիճակ, երբ որ ավագանու անդամներից արդեն մանդատ ստացած կլինեն 3-ը, 4-ը կամ 1-ը, 2-ը, չգիտեմ, հայտնվեն այնպիսի աներյանելի իրավիճակում, որ չկարողանան մասնակցել նիստին եւ դրանով իրավիճակ, ձեր ասած այդ կոնֆիգուրացիան փոխվի։ Իհարկե, այստեղ քվորման խնդիր չի բացառվում, ամեն ինչ է հնարավոր։ Նաեւ մենք արդեն ունենք արձանագրված դեպք, երբ Մարտուն Գրիգորյանի նախընտրական ցուցակից մեկ տեխնացու, անունը չեմ հիշում այս պահին, կին տեխնացուն հրաժարականի իր դիմումը ներկայացրել է երկու պատճառաբանություն մեջ բերելով եւ առողջական խնդիր եւ այն հանգամանքը, որ նա հաշտ չէ այն իրողության հետ, որ դա մեր անպատիվ խոսքեր ասել եմ, ես չեմ ուզում։ Այո, բացի դա ես օրեր առաջ կարդում էի Մարտուն Գրիգորյանի 2017 թվականի հայտարարությունը, երբ այդ ժամանակ դեռ նա Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ էր։
Իհեսնեմ սա ազատ զրույցը Free News-ի եթերում ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ։ Մենք խոսում էինք Մարտուն Գրիգորյանի մեկ այլ հայտարարությունից, դուք հիշեցիք, համեցեք։ Ես օրեր առաջ կարդում էի Մարտուն Գրիգորյանի մեկ այլ հայտարարություն, 2017 թվականի հայտարարություններից մեկը, այդ ընթացքում, երբ Մարտուն Գրիգորյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ էր, եւ ռեյտինգային կարգով նա հրաժարվեց ընդգրկվել ցուցակում, նախընտրական ցուցակում պատճառաբանելով եւ մատնացույց անելով այն հանգամանքը, որ նույն ցուցակում չի կարող իր անունը ընդգրկվել, որ ցուցակում ընդգրկված է նաև Վարդան Ղուկասյանի անունը, այնտեղ տեքստում շատ հետաքրքիր շատ ձևակերպումներ կային Վարդան Ղուկասյանի տարիների օրոք, երբ նա կառավարում էր քաղաքը, Գյումրի քաղաքը իր տարիների ընթացքում բարքերի, անօրինությունների մասին էր նա հիշատակում, ամենաթողության մասին, իմ հետ չես ուրեմն իմ դեմ ես սկզբունքի մասին էր հիշատակել Մարտուն Գրիգորյանը եւ այսօր նույն Մարտուն Գրիգորյանի ձեռամբ կարելի ասել իր ուղիղ աջակցությամբ կարող է եւ Վարդան Ղուկասյանը դառնալ Գյումրի համայնքի համայնքապետ։ Իսկ հնարավոր է ձեր ասած կոնֆիգուրացիան այնպես փոխվի, որ Մարտուն Գրիգորյանը հավակնի։ Տեսեք, Մարտուն Գրիգորյանը եկեք հիշենք, որ մինչ այս պահը ազգային ժողովի падգամավոր է գործող, նա ոչ հրաժարվել է իր մանդատից, սա եւս կարևոր արձանագրում է, ոչ էլ իր հայտարարության մեջ նշում է, որ հնարավոր չէ որևէ այլ փոփոխություն, որևէ այլ տրանսֆորմացիա հնարավոր չէ։ Եվ մինչ ամսի 16-ի իհարկե այն խմորումները, որոնք տեղի են ունենում Գյումրիում, դուք նշեցիք ի սկզբանե տարբեր ձևակերպումներ, տարբեր խոսակցություններ են այնտեղ տեղի ունենում, իհարկե չի բացառվում, որ այստեղ Մարտուն Գրիգորյանն էլ իր ռիսկերն է գնահատել, անձնական ռիսկերը եւ գուցե կուլիսներում կամ իր թիմի հետ քննարկում են ալտերնատիվներ, թե որ դեպքում ինչպեսի դիրքավորում նա կփորձի ձեռք բերել։ Հիմա ձեր ռիսկերին եւ ձեր ալտերնատիվներին անդրադառնանք, հայտարարվում է, որ քաղաքացիական պայմանագիրը, քանի որ ունի 14 մանդատ, ավագանիում պետք է առաջադրի իր տեխնացուին, ինչ հույսով եւ ինչ հաշվարկով, ինչու համար։ Տեսեք, եթե մյուսները անցողիկ շեմ հաղթարածները արդեն հայտարարել են Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին։ Տեսեք, նախ գիտեք, երբ օրեր առաջ մեծ բանավեճի ընթացքում Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցությունը ներկայացնող նախագահան նշում էր, թող բոլոր կուսակցություններն էլ առաջադրեն իրենց տեխնացությունը, բայց քաղաքացիական պայմանագիրը թող չառաջադրի։ Նախ ինչու, եւ եթե խոսում ենք արդարության մասին, որտեղ է նաեւ այստեղ տրամաբանությունը որտեղ է, երբ երկրորդ ուժը, ով մի քանի անգամ պակաս ձայներ է հավաքել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համեմատ, ինչու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դիցուք իր տեխնացությունը չպիտի առաջադրի։ 17000 եւ ավել ընտրողների առաջ, գյումրեցի ընտրողների առաջ պատասխանատվություն եւ պարտավորություն է։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ Մարտուն Գրիգորյանը իրեն վստահած գյումրեցիների ձայները փաթեթավորած սիրուն մատուցում է Վարդան Ղուկասյանին, իսկ մի մասը այս դեպքում այս դրամաբանությամբ արդեն մենք մտածում ենք մեր ընտրողների տված քվեների մասին, թե ինչպիսի հայացք կնետի գյումրեցի ընտրողը, ով 17000 եւ ավել ընտրողներ, ովքեր իրենց ձայնը վստահել են Սարիկ Մինասյանին։ Այս մասին իհարկե պաշտոնական հայտարարություն առայժմ չունենք։ Ես վստահ եմ, որ առնվազն շտաբի պետի մակարդակով կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության մակարդակով մենք հայտարարություն պաշտոնապես կունենանք, բայց քանի դեռ մինչ այս պահը չունենք հայտարարություն, ես զերծ կմնամ։ Իսկ քննարկում որոշում ունեք, այդ առաջադրելու ժամանակ դուք առաջադրելու եք ձեր նույն տեխնացուին, Սարիկ Մինասյանին, թե հնարավոր է փոխվի, ասենք ձեր ցուցակից երկրորդ համարը Սարիկ Մինասյանը մեկ այլ տեղ կնա եւ առնվազն չեմ տեսնում գետ մեկ պատճառ, որ պիտի անձին փոխենք մեկ այլ անձով։
Լավ, ընդդիմության առաջնահերթությունը բոլորի ոչ միայն եւ ոչ այնքան կարելի ասել Գյումրիում իշխանության գալն էր, այլ նաեւ ձեզ իշխանությունից զրկելը, որպեսզի դրանից հետո այդ ալիքը իշխանազրկման քաղաքացիական պայմանագրի գար հասներ կամ բերեին հասցնեին Երևան։ Այս տրամաբանության մեջ ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։ Եկեք հասկանանք, որ ուժերն են խոսում Գյումրիից այս ալիքը մեծացնելով հասցնել Երևան եւ հասնել իրենց ասած Բաղձալի նպատակին, իշխանափոխությանը։ Այն ուժերը, ովքեր Գյումրի քաղաքում 2000, 3000, մի քանի 100 ձայներ են կարողացել այն էլ միավորվելով այն ուժերը, որոնք միավորվելով ավելի շատ մանդատներ ունեն, քան դուք։ Բայց մենք որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն միայնակ ունենք 17000 եւ ավել քվեներ եւ եկեք գիտեք ազնիվ լինենք մենք ընտրողների առաջ, մասնավորապես գյումրեցիների, երբ մենք շատ երկար քարոզարշավի գրեթե սկզբնական փուլից սկսած նշում էինք, որ եթե ընտրեք Մարտուն Գրիգորյանին, վստահաբար պիտի իմանաք, որ այդ ձայները ինչ որ միջափով կամ ամբողջապես գնալու են եւ գեներացվելու են Վարդան Ղուկասյանի կենտրոնական շտաբում, ինչ տեղի ունեցավ, Մարտուն Գրիգորյանը հակադարձելով նշեց, որ դա հատուկ է արվում, դա հատուկ մեխանիզմ է, նա բացահայտել է մի մեխանիզմ, որով փորձում ենք սևացնել իր բարի համբավը, իր նախընտրական քարոզարշավը փորձում ենք սևացնել, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Լավ, հիմա տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, տեսնենք ինչ տեղի կունենա, առաջիկայում կինոն շարունակվելու է, առաջին նիստ, քվեարկություն եւ այլն, բայց իմ հարցը ավելի շատ վերաբերում էր քաղաքական այն գործընթացներին, որոնք ըստ էության ընդդիմության օրակարգում են, այսինքն Գյումրիում ձեզ իշխանազրկել եւ հետո այդ ալիքը բերել հասնել Երևան։ Այս առումով ինչ քաղաքական զարգացումներ կարող ենք տեսնել, կարող են լինել։ Տեսեք, հաշվի առնելով, որ բավականին բարենպաստ եղանակային պայմաններ ունենք, հատկապես Երևան քաղաքում եւ նաեւ հետ գնալով նախկին այսպես ասած շարժման փորձերին ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք հերթական անգամ պարբերաբար ձախողման են ենթարկվում, ես իհարկե չեմ բացառում, որ այդ բոլոր ուժերը, ովքեր եղանակին տաքանալուն պես դուրս են գալիս փողոց, տարատեսակ պահանջներով, ընդ որում սկզբնական փուլում, սահմանային փուլում իրենց պահանջի հիմքում եւ առաջին խոսույթը մեր արցախահայերի իրավունքներին է վերաբերում, սոցիալական իրավունքներից մինչև այո, հայտնի վերջին շարժումը, որը տապալվեց, այդ մասին էր եւ խոսում, սկզբնական փուլում այս խոսույթով հանդես են գալիս, երբ որոշակի քաղաքացիների մի խումբ հայտնվում է իրենց կողքին, այսինքն այդ էյֆորիկ վիճակը այնքան է մեծանում, որ այդ ընդդիմադիր ուժերը արդեն քաղաքական ասելիքի տոտալ բացակայության բերումով սկսում են տապալել այդ շարժումները, որովհետև այնտեղ այլ ակնկալիքներով այն մարդիկ, ովքեր հավաքվում են իրենց շուրջը, 10-20 րոպե հետո, մեկ օր հետո լսում են լրիվ այլ ասելիք, այսինքն արդեն լրիվ տրանսֆորմացիայի ենթարկված լրիվ այլ մարդիկ եւ խոսում են լրիվ այլ բաների մասին, չհաջողելու գաղտնիքը սրանում է։ Եվ հետ գալով ձեր հարցին հիմնական, այո, ես չեմ բացառում, որ եղանակները տաքանալու պես անձրևները կտրվեն, տարբեր շարժումներ տեղի կունենան, քողարկված տարբեր ասելիքների շուրջ, բայց ելի եմ ասում, այն թվերը, որոնք մենք ստացանք Գյումրի քաղաքում եւ համեմատականներ տանելով նախորդ ընտրությունների հետ, ես կարծում եմ, որ մենք անելիք ունենք եւ անգամ եթե այնպիսի կոնֆիգուրացիա ձևավորվի, որ մեր անելիքը դանդաղ տեմպերով կընթանա առաջ, մենք 2026 թվականին
այս 17000 եւ ավել քվեները առնվազն կկրկնապատկենք։ Բայց այստեղ մի հետաքրքիր նշություն էլ կա, ճիշտ է, ընդդիմությունը խոսում է կառավարող կուսակցությանը հեռացնելու մասին, ասում է այս իշխանության հեռացում մենք դիտարկում ենք ընդամենը միջոց մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Մի խոսքով խոսքը իշխանապողության մասին է, ընդդիմության օրակարգում է, բայց ընդդիմության տարբեր թևերի մեջ էլ, հա, ինչ որ արդեն չգիտեմ տարաձայն խոսքը մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցների այս բանավեճ, ասենք, բանավեճի մասին է, սրան ինչպես եք վերաբերում, ինչի մասին է այս բանավեճը։ Տեսեք, շատ երկար ժամանակ այս երկու ուժերը շատ լավ կարողացել են քողարկել այն տարաձայնությունները եւ պարբերաբար հերքել են տարբեր մակարդակներում, հերքել են, որ կա տարաձայնություն, կան կոնֆլիկտներ, բայց ինչի ականատեսն է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, շարքային, ով առնվազն կարող է իր Facebook-յան էջը մի փոքր թերթել եւ ամեն երրորդ հարցազրույցը նյութը այս երկու ուժերի պատասխաններն են միմյանց, հակադարձումները միմյանց եւ իմ տպավորությամբ այս երկու ուժերի մեջ այս սրացումները ինչի մասին են խոսում, կրկին 2026 թվականին ընթառաջ փորձում են այնուամենայնիվ հասկանալ, թե ով պիտի որպես հիմնական ընդդիմություն դիրքավորվի քաղաքական դաշտում։ Ես այլ ամեն դեպքում հետևելով այս զարգացումներին այլ պատասխան չունեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ, կհանդիպենք։